Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, էլի ողջույն ասեցի ես, տեսար չէ, բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, դե ուրիշ բան չեմ հարցնում, սուրճ ենք դնում, թեյ ենք դնում, միասին վայելենք, դե ես արդեն իմ սուրճս դրել եմ, դուք էլ դրեք սիրելի հետևորդներ ջան, արդեն դրել եմ և վլա, դուք էլ դրեք, որ միասին վայելենք սիրելիներս, հետո կխոսենք, սիրելի հետևորդներ ջան, դե գիտեք, որ աշխատանքից վայրում եմ, մեր Էվիկը հլա պարկածա, նրան ուշ եմ սուրճ տալու, ես շուտ եմ եկել, մեր սուրճը վայել եմ, չէ առավոտյան շուտ սուրճով ենք սկսում, որ չխմենք ոնց որ ինչ-որ մի բան բացակայի մեզանից, այսօր դրսից չեմ խոսել ձեր հետ, դրսից բարի լույս չեմ ասել, որովհետև ժամանակ չկար, հեսա կասեմ ինչի ժամանակ չկար, աչքս վրենա, որ չենի թափի, արդեն պատրաստ է, ես որ սերով եմ սիրում, չեմ ուզում եռա սերը բանանել գնա, դրա համար աչքս պահում եմ վրան, որին չխափի հանկարծ, սիրելի հետևորդներ ջան, դա մեր սուրճը պատրաստ է, դե գնանք վայելենք միասին, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ինչի ժամանակ չեղավ, որ դրսից նկարահանեմ, ուրեմն ունեմ Թոշակառուի ավտոբուսի քարտ, չգիտեմ ինչ էի իմանում, որ ամսի 18-ին եմ լիցքավորել, միշտ ասում էի ամսի 18-ը, որ երեկ գնացի տուն, ավտոբուսում խփեցի, ինքը խաչ հանեց, հետո նայեցի տեսա, որ ամսի 7-ին եմ լիցքավորել, մեզ էլ զարմացա, որ ինչի եմ շփոթվել, վերջը եկա կանգառում իջա, մոտեցա այդ բանին, այդ որ թերթ են ծախում, այդ պոտկեքը կա դրանց, մի հատ աղջիկ էլ եկավ, ինձ հարցրեց, բա լիցքավորում եք, ասեցի, հա, բայց չգիտեմ, առաջ անգամ պետք է լիցքավորեմ, ոնց որ այդ աղջիկը ինձ համար եկավ, հետո զբաղվեցինք, մինչև քարտս նորից լիցքավորեցինք, դե Թոշակառուինը 6300 դրամ է, իսկ հենց 9000 դրամ է, մի ամսվա համար, ուզում ես քանի անգամ ուզում ես նստի, տենց է գալիս էլի, ուզում ես այդ օրը մի 3-4 հատ տրանսպորտ նստի, ինչքան ուզում ես, անսահմանափակ է, վերջը էդի տենց, երեկ էլ տուն, հետո մտա խանութ, հատ ես բանի ծողիկներից վերցրեցի, մի հատ գրիչ վերցրեցի, մեկ պետք է գալի, մոռանում եմ, որ տնից բերեմ, իսկ երեկ տուն գնալուց, իջա ճանապարհին, այդ Գայի արձանի մոտ, անցա մյուս երեսը, այդտեղ մի հատ լավ խանութ կա, այդ խանութից Հունաստան էլ կար, միշտ այդ խանութից էի ես առևտուր անում, այդ ձեռքի սումկեն շատ փոքր էր, չէր տեղավորում, ասի մի հատ մեծոտ սումկա վերցնեմ, էլի աշխատանքային, գնացի վերջը վերցրեցի այս սումկեն, չգիտեմ կհավանեք թե չէ, ինքը շատ փափուկ է, ինձ այդ փափուկ մատերիալն էլ դուր էր գալիս, հա, ու մեջը ահագին տարողություն ունի, որ ասեմ մի հատ բլուսկայա, մի հատ ինչ-որ մի դամաշնիկա դնես, տեղավոր է էլի, առանձին սումկա չվերցնես, վերջը բաց գույներ կան, բայց ես նախընտրեցի սևը, որովհետև սևը ամեն ինչի հետ գնում է, ինձ թվում է վատը չի, ճաշակս, իսկ նենց լավ տեղերի դե սումկեր քոնա մնաց չողորջում եմ, ես էլ իմ երեկվա այսօրվա առևտուրը, իսկ YouTube-ը անուններ է ուղարկել, նորից ուզում եմ կարդամ սիրելիներս, ուրեմն Լիլիթ Ախոյան, լավագույն, Ասիա Վարդանյան,
Վարդանյան 5 կոմենտարիա է գրել Ռուզաննա Անախասյան ճիշտ եմ գրել լավագույն Միմի մեհատ մեկնաբանություն Սուսաննա Օհանյան լավագույն բայց Սուսաննային ոնց որ ես վերջերս չեմ տեսնում որ մեկնաբանություն գրի երևի անցածն է ինչ որ հատ խոսակցություն եղավ ես իրան բացատրեցի որ ասենք թե չի կարելի էլի այտենց կոմենտներ գրել ինքը երևի նեղացավ կարող է եւել նայում է բայց էլ կոմենտ չի գրում դե ոչինչ մարդիկ միշտ տարբեր բնավորություն են ունենում տարբեր են լինում եթե լավ ձևով էլ ես ասում նեղանում են ոչինչ ինքն է իմանում սիրելի հետևորդներ դե սրանով էլ վերջացրեցինք մնաց որ մեր սուրճը խմենք տեսնեմ սուրճը սառել է որ խմենք իրար հետ սիրելի հետևորդներ ջան այսա մեր սուրճն էլ եկավ խմելու ժամանակը ինչպես միշտ կարամելով սիրելի հետևորդներ ջան դե էսի սուրճը կշարունակեմ խմեմ դուք ձերը խմեք հետո կտեսնենք ինչ ենք անում սիրելի հետևորդներ ջան որոշեցի ճաշ ունենք պատրաստած որոշեցինք մեր Էվիկ տատի սիրմա խաշած կարտոֆիլ եւ կոտլետ ունենք պատրաստի եւ կոտլետ պատրաստել հիմա դրա վրա ենք հիմա սիրելի հետևորդներ կարտոֆիլը արդեն եփվում է նայեք տեսեք որ ես կարտոֆիլը չեմ մաքրել ինչի չեմ մաքրել հա այդ կճեպը չեմ հանել էլ այսինքն էդ եմ ուզում ասել կոտլետներն էլ դնեմ խասվի հեսա ձեզ կբացատրեմ դրա վայ այս բանը կպած է տենում եք սառույցը կպած է հլա դրա բերանը կծածկենք որ խաշի կարողնա ուտել ուրեմն սիրելի հետևորդներ ջան ուրեմն կարտոֆիլը կճեպից չեմ մաքրել ընդհանրապես ես չեմ մաքրում մեջից կիսում էի նորի եփում հետո իմանալով լսելով որ կարտոֆիլը մեր օրգանիզմի շատ օգտակար է C վիտամին է եւ այդ իրան կճեպի տակն էլ է պարունակում այդ վիտամինը եթե ասում մաքրում ես C վիտամինը հեռանում է որ եռացնում ենք իսկ եթե կճեպով ենք եռացնում կճեպը չի թողնում կես տոկոսը թողնում է որ վիտամինը մնա դրա համար ես ընդհանրապես առանց իմանալու էլ մեկ գյուղում միշտ այտենց էինք խաշում հետո մաքրում էինք եւ իսկի չենք էլ իմացել որ C վիտամին կա մեջը ինչ կա բայց այդ ձևի ենք արել հիմա ես էդ էլ որ իմացա ուրեմն կճեպով եմ դրել խաշվի հետո կմաքրեմ հետո մեզ շատ վնասա կարտոֆիլը տապակած ասма եթե բուսայուղը ավելացնում ես աղը ավելացնում ես այդտեղ թունավորում է առաջանում մենք դա չենք զգում մեծ հաճույքով ուտում ենք բայց մեր օրգանիզմը թունավորում ենք այտենց ասեցի ես աշխատում եմ հետո չաղացնում է աշխատում եմ կարտոֆիլը շատ չտապակել մեկ մարդ ենք մտքերովս անցնի այն էլ պետք է չվառենք էլի մի քիչ ոնց որ կիսա տապակած տենց էլ ավելի համով է լինում որտեվ իրար մեջի նյութը մնում է Էդ էլ իմ խորհուրդը ձեզ սիրելի հետևորդներ կուզեք ընդունեք կուզեք մի ընդունեք դե հիմա սպասենք մեր
կոտլետը դրել եմ, տակը ցածրացրել եմ, բերանը փակել եմ, որ ինքը մի քիչ էլ խաշվի, որ չոր չլինի, էլի ինքը, ասենք պրոտեզ ունի, դժվարանում է ուտելու, որ փափուկ լինի, կարողանա ուտել։ Այս էլ այսպես, դե սպասենք պատրաստ լինի սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, գնացի դեղատուն, մութա ցույց տալիս, չգիտեմ ինչի, հա, գնացի դեղատուն, ուրեմն սկզբից պատմեմ, առավոտը տեսա մի հատ տաքություն, մի հատ վառոց, սենց կոկորդս վառում ասպես մասով սենց, որ գլուխս նստեցի, հետո գլուխս դրեցի պարկեմ, տեսա, որ գլուխս մի թեթև ֆռաց, ուրեմն ասեմ, որ էդի կոչում է հուներեն իլինգո, հայերեն չգիտեմ ինչ է նշանակում, այդ լույսը վառեմ, որ լույսը լինի, էլի, իսկ հայերեն չգիտեմ ինչ է նշանակում, ուղղակի ոչ թե դու ես օրորվում, այլ առաստաղն է գլխիդ պտտվում։ Վերջը գնացի, բան արի, դեղ առա, բացատրեցի աշխատողին եւ իմ Հունաստանի դեղի անունն ասեցի, անտիվիոմ։ Մի քանի օր հիմա կխմեմ, կանցնի, բայց որ ասես հիմնական օգնումը չի օգնում, դե դա ինչ է, ասենք մեր տարիքի հետ մեր այրունը խտացած է, չէ, ինչքան էլ ասենք կալցիոմագնիլ եմ խմում բան, բայց այդ գլխի մազանոթները այրունը խիտ է, չի կարողանում մատակարարի, դրա համար գլխապտույտ է տալի մեզ։ Հիմա գնացի այդ դեղն էլ առա, եկա նոր խմեցի մի հատ, մոռացել էի, տեսնենք ինչ է լինում, առաջ անգամ տարիներ է, ուղղակի Հունաստանի դեղերին եմ ծանոթ, ստեղի դեղերին ծանոթ չեմ, հիմա կտեսնենք ինչ ոնց է օգնում։ Մեր կոտլետները ոնց որ կարմրել է, պետք է շուխտը, լավ էլ կարմրել է, ցածրի վրա եմ գրել, որ խաշվի, պես սրանք լավ չի կարմրել, բայց ոչինչ, շուռ կտանք, մյուս կողմն էլ կարմրի նորից, երկրորդ անգամը էլի շուռ կտանք, սիրելի հետևորդներ, էլի կփակեմ բերանը, որ եւ տապակվի եւ եփվի։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ես մոռացել էի, այս կոտլետներին պետք է մի քիչ ջուր ավելացնել, որ ինքը խաշվի ու հետո մի ստից կարմրի, որ չոր չլինի։ Իհարկե մեծերի համար եմ էլի ասում դա։ Սիրելի հետևորդներ ջան, մի հատ առավոտն եմ խմել, մի հատ էլ Էվիկիս հետ սուրճ կխմեմ։ Բա, կոֆեն տրել եմ, բա։ Դե թողնեմ մնա, դե լավ, թող մնա, ես խաց բերեմ հաց ուտես նոր։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մեր կոտլետն էլ է պատրաստ, կարտոֆիլն էլ է պատրաստ։ Ուրեմն այս կարտոֆիլը երկու տեսակի էր երևի, այս մեկը այս հենց էփել պխլվել է, դնեմ ստեղ, կմաքրեմ հեսա, ուրեմն կոտլետն էլ է պատրաստ, սիրելի հետևորդներ ջան, տեսնենք ինչ համիահավի կոտլետ է, սիրելի հետևորդներ ջան։ Շատ համեղ է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է ստացվել։ Լավ, սուրճը կթողնենք հետո կխմենք։ Հիմա մեր Էվիկը սոված է, տանենք հաց տանք ուտի։ Հետո այս կիսատս վերջացնեմ։ Այս կոտլետը կդնեմ։
Մի հատ էլ կտրտեմ, որ չչարչարվի։ Այս դանակն էլ կտրելը ինձնից է ուզում։ Իսկականից սիրելի հետևորդներ, շատ համեղ է ստացվել։ Ես կարտոֆիլներ մաքրեմ, շրփշուր եղավ առանց մաքրելու։ Մի հատ էլ ստեղից մաքրենք, այսենց մաքրում ենք իրան կճեպից։ Էվիկ, պանիր դնեմ, կատլետը դրել եմ, պանիր դնեմ, կարտոֆիլը դրել է, մի քիչ էլ պանիր դնեմ, հա, ասում է ինչ ուզում ես դիր, ես էլ կտրտենք կարտոֆիլը և հովանա և օգտվելը հեշտ ելնի սիրել հետևորդներ ջան, սա այսպես, պանիր էլ բերեմ դնեմ, կտորել պանիր դեմ, հաց էլ բերեմ, ես շատ գիտեմ, հա, ես շատ ժամանակ հաց չեմ օգտագործում է ոջան, այսա փափուկ հաց կա երեք բուրի ա բերել, բանը, մարինեն, սել հետևորդներ ջան, ես էլ մեր էվինի ջաշ, սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք մեր հոլովակը սիրելիներս, ստեյցություն ձեզ, միջև ստեյցություն ասելը մոռացել էի, չմոռանալ, բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, ինչու չէ գրվեք նաև մեկնաբանություններով սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, ստեյցություն ձեզ սիրելիներս, սիրելի հետևորդներ ջան, նոր հիշեցի, որ YouTube-ի տված անունները կարդացել էի ու մոռացա շնորհակալություն հայտնել բոլորիցս, սիրելի հետևորդներ ջան, գրողը անունները ում որ գրել է նրանցից էլ, ում էլ չի գրել նրանցից էլ բոլորից շատ շնորհակալ եմ, ուշադրություն չդարձնեք այդ անուն գրածներին, սիրելի հետևորդներ ջան, ներողություն եմ խնդրում, որ այդ մոմենտին չեմ ասել շնորհակալություն, ես ձեզ շատ սիրում եմ, դե գնացինք։ Սիրելի հետևորդներ, այս ժամին տուն եմ գնում, մեր 7-րդ մասիվում է, ինչպես տեսնում եք, լույսերը տվին ավելի պարզ է երևում, ինչ պարզ է երևում, այս ժամին նոր տուն եմ գնում,